Արսեն Վարեզյա, շնորհակալ եմ, որ եկաք համար եւ այսպես մի քանի թեմաների հետ կապված լսենք ձեր խոսքը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում է, Սանկտ Պետերբուրգում, որտեղ հասցրեց խորին շնորհակալություն հայտնել Ալիևին եւ այնտեղ չէր Ալիևը։ Տեսեք, այսպես ամուսնության մեջ տանած հարցերը, որպեսզի ձեզ չընդհատեմ։ Գալիս են այստեղ գոռում ԵԱՏՄ-ի հետ կապված հակառուսական, հակաԵԱՏՄ-ական հայտարարություններ անում։ Գնում այնտեղ շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրովիչին, շնորհակալություն խաղաղության օժանդակելու համար։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ ինչ ունի անել, ինչ հետեւություններ ունի անել այս մասով Ռուսաստանը։ Դե նախ ինչու Ալիևը չգնաց, որովհետեւ Հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ հանելու պատասխանատվությունը եւ այսպես ասենք առաջի ջութակի դերը տրված է Ադրբեջանին։ Ադրբեջանով են փորձելու Հարավային Կովկասից սարքել հարվածային բռունցք եւ ռազմական սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի համար այս ուղղությամբ։ Բայց որպեսզի Ալիևը դա կարողանա անի, նա պետք է այսպես նախ առաջինը պետք է այսպես ասենք հարաբերությունները փչացնի Ռուսաստանի հետ, ամենայն դեպս այս պահին դեռևս քարոզչական դաշտում, իսկ հետո էլ արդեն Ալիևը պետք է բարոյական որևէ պարտավորություններ չունենա Պուտինի առջև։ Հիմա ես որ գնում են, ասենք մասնակցում են ԱՊՀ-ի կամ այլ շրջանակներում հանդիպումների, ողջուններ, ձեռքսեղումներ, բանակցություններ, դա որոշակի եթե չասեմ իրավական, եթե թուղթ չեն ստորագրում, ապա գոնե բարոյական պարտավորությունների որոշակի տակ դնում է։ Հիմա Ալիևի չգնալը կապված է նրա հետ, որ ինքը իրեն ասել են դու պետք է այդ պարտավորությունների տակից դուրս գաս, որպեսզի տարածաշրջանը ավելի հեշտ լինի տրամադրել Ռուսաստանի դեմ եւ այդ սպառնալիքը Ռուսաստանի նկատմամբ ստեղծել։ Առայժմ այդ կոնֆիգուրացիայի մեջ չկա Վրաստանը, այսինքն վրացական իշխանությունները դեռևս դիմադրում են դրան, բայց դե ամեն ինչ հնարավոր է, չգիտենք ինչով կավարտվի, հուսով ենք, որ այդ Վրաստանի իշխանությունները դրա մինչև վերջ դա կանեն։ Ինչ վերաբերվում է շնորհակալություններին Փաշինյանի կողմից, դե Փաշինյանը Ալիևին տարբեր ձևերով կամ Ադրբեջանի նկատմամբ իր դրական վերաբերմունքը Հայաստանի ներսում էլ է արտահայտում, այնպես որ դուրսն էլ կարտահայտի։ Ինչ վերաբերվում է հակառուսականությանը, հակառուսականության տարածումը Հայաստանում դա Փաշինյանի ցանկությամբ չի կատարվում։ Այսինքն ինքը ուզի, չուզի դա լինելու է։ Ինքը իրավունք չունի գա օրինակ Հայաստան եւ ասի, որ վերջ այսօրվանից էլ հակառուսականություն չենք տարածում, որովհետեւ դա իր ձեռքում չի, իր որոշելիքը չի։ Դա հավաքական արևմուտք, ՆԱՏՕ անդամ պետություններ, նրանք ովքեր որ Ռուսաստանի դեմ պատերազմ են վարում, դա է, իրենք են որոշում Հայաստանում հակառուսականություն կլինի թե չէ։ Եթե Փաշինյանը վաղը որոշեց, որ էլ չի լինելու, իրեն շատ հանգիստ կճանապարհեն եւ կբերեն նրան, ով մեծ հաճույքով այդ հակառուսականությունը ավելի մեծ տեմպերով կշարունակի։ Բայց ես չեմ բացառում, որ Փաշինյանը նաեւ որոշակի մանևրելու տեղ փորձում է իր համար թողել։ Իհարկե դա, եթե կա էլ շատ չնչին է, կամ ընդհանրապես չկա, այդ շփումներով նկատի ունեմ Ռուսաստան գնալով, իսկ Ռուսաստանի կողմից նման հանդիպումները պետք է նրա համար, որ այդ խորհրդային տարածքի պետությունները շատ արագացված տեմպերով Ռուսաստանից չփոկվեն եւ այսպես ասենք իրենց հնարավոր չլինի Ռուսաստանի դեմ հանել։ Չէ՞ որ Արևմուտքը Միացյալ Նահանգները աշխատում էր այդ ուղղությամբ։ Այսինքն Տրամպի հանդիպումը
միջինասիական պետությունների հետ, ընդ որում իրենք գնացին Վաշինգտոն, դրա դիմաց Ռուսաստանի նախագահը գնաց իրենց մոտ, հանդիպեց, հետո ԵԱՏՄ շրջանակներում տարբեր հանդիպումներ, ԱՊՀ շրջանակներում, այսինքն այս ձևաչափերով Ռուսաստանը փորձում է պահել ստատուս քվոն, որ իրավիճակը կտրուկ ձևով չվատանա դեպի նրան, որ այդ պետությունների ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատանան, այսինքն process-ը կտրուկ չարագանա։ Դրանով ժամանակ է շահում, մինչև որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կկարողանա պայմանավորվել, որ իր կարմիր գծերը այս սրանք են եւ այդ կարմիր գծերից արևմուտքը չպետք է անցնի։ Դե երբ որ հարցնում են երբեմն ինչ է անում Ռուսաստանը խոսում է Միացյալ Նահանգների հետ, որտեղ ինքը գիտի, որ միայն ԱՄՆ-ն կարող է այսպես ասենք ստոպ տալ այդ հակառուսական process-ներին, որ հետխորհրդային տարածքում ընթանում են, եւ միայն նա կարող է ստիպել Եվրոպային անել նույնը։ Հետևաբար Ռուսաստանը խոսում է հիմա Միացյալ Նահանգների հետ, որպեսզի Միացյալ Նահանգները հաշվի առնեն իր կարմիր գծերը եւ այդ կարմիր գծերը չանցնեն։ Եվ այդ օրը գալու է, այսինքն Ռուսաստանը հետխորհրդային տարածք մեծ թափով վերադառնալու է, ոչ թե նրա համար, որ չգիտեմ ինչ որ ռուսական գործակալական ցանցերը լավ կաշխատեն, չգիտեմ, լավ ներդրումներ կանի եւ այդ պետությունները կցեկվեն դեպի Ռուսաստան։ Դրա համար չեն գալու։ Հետխորհրդային տարածք Ռուսաստանը վերադառնալու է, որովհետեւ ԱՄՆ-ի հետ գալու են այդ պայմանավորվածության, որ հետխորհրդային տարածքը դա Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Խոսքը վերաբերվելու իհարկե ռազմական, քաղաքական բաղադրիչին։ Տնտեսության մասին խոսք չկա, բնականաբար տնտեսական հարաբերություններում հետխորհրդային տարածքի պետությունները ազատ են իրենց հարաբերությունները կառուցել եւ Եվրոպայի հետ եւ Միացյալ Նահանգների հետ, բայց ՆԱՏՕ-ն որևէ ներկայություն չպետք է ունենա հետխորհրդային տարածքում, ԱՄՆ-ն բնականաբար եւ ՆԱՏՕ-ն միասին ռազմական ոչ մի ներկայություն, ոչ մի գործունեություն, ինչ գործ ունի ՆԱՏՕ-ն ռազմական կառույց հետխորհրդային տարածքում։ Էլի որ մի քանի կարմիր գծերը կդրվեն, դրանից ցենկով ինչ ուզում են իրենք կարող են անել։ Սա հենց հետևություն, որ մի անգամ եմ ասել, որ մեր Բալթյան երկրները դուրս են գալու ՆԱՏՕ-ից, որովհետև Միացյալ Նահանգներն են իրենց դուրս հանելու։ Ասում են մենք ռուսների հետ պայմանավորվել ենք, դուք հետխորհրդային տարածքի մեջ եք, դուք դուրս եք գալի ՆԱՏՕ-ից, այսինքն ռազմական առումով չեք կրնելու ՆԱՏՕ-ի անդամ, բայց մնացած հարցերում տնտեսություն եւ այլն շարունակեն համագործակցել։ Այնպես որ այս հարցը լուծվելու է Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության տիրույթում։ Դրա համար պետք է սպասենք, մինչև որ իրենք գան այդ պայմանավորվածության։ Իրենք իսկ այն որ գալու են, ես կարծում եմ դա արդեն